Նախ շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, բարև ձեզ, մի քանի թեմաներ ենք առանձնացրել, որոնց հետ կապված կլսենք ձեր խոսքը։ Եվ այսպես, եկող տարի գարնանը Հայաստանում անցկացվելու է Եվրոպական քաղաքական համայնքի վեհաժողովը։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ նախնական զրույցում, երբ դուք ծանոթացաք Ալիևի վերջին հայտարարություններին, ասացիք ըստ էության այս ամեն ինչը բխում է այս հարցից եւ հետո արդեն մանրամասն մի քանի մեջբերում կանեմ Ալիևը ինչ նոր հայտարարություններ է արել, այնպիսի հայտարարություն, որ ըստ էության Հայաստան գոյություն չունի եւ ցավոք տպավորություն, որ Հայաստանն այլևս կապիտուլացված է եւ իրենք էլ Սևան են գալիս, էլ մեքենաներով են գալիս, մի խոսքով, բայց մինչեւ դրան անդրադառնալը խնդրեմ։ Նախ շնորհակալություն հավերքի համար, տեսեք, չափազանց հետաքրքիր է ուսումնասիրել այն խնդիրները, որոնք կապված են Եվրոպական քաղաքական համայնքի Հայաստանում իրականացվելիք վեհաժողովի հետ եւ դրա շուրջ ծավալվող իրադարձությունների հետ տարածաշրջանում։ Առաջին ինչու էր անհրաժեշտ, որ հենց Եվրոպական համայնքը Հայաստանում եկող տարվա մայիսի 4-ին իրականացնի այդ վեհաժողովը։ Ակնհայտ է, որ սա մի մեծ նվեր էր լինելու այսօրվա կապիտուլյանտ իշխանություններին, դրանից ընդամենը մեկ ամիս հետո տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների համար, որովհետև պատկերացրեք, դա մեծ շոու էր, բոլոր երկրների ղեկավարները, քաղաքական ղեկավարները գալու էին այստեղ, հաճախություններ էին անելու եւ բնականաբար դա հաշվի էր առնվելու մեր ժողովրդի կողմից իր քվեն այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչ տալու համար։ Սակայն մենք պետք է հասկանանք, այդ որ եվրոպական համայնքն է իրենց քաղաքական վերնախավով եւ ինչպիսի դրսևորումներ է ունեցել այդ քաղաքական վերնախավը Հայաստանում ընթացող process-ների հետ կապված այս վերջի 7 տարիների ընթացքում։ Տեսեք, դա այն քաղաքական վերնախավն էր, որը ըստ այս ազգակործան պատուհասի խորհուրդ էր տալիս, որպեսզի մենք իջեցնենք մեր նշած զողը Արցախի հետ կապված խնդիրներում եւ այդ պարագայում մենք ստանանք այդ քաղաքական համայնքի աներկբա աջակցությունը։ Դե իջեցնելը իհարկե իջեցվեց այս ազգակործան պատուհասի կողմից, բայց որևէ աջակցություն մենք չստացանք։ Չստացանք նաեւ աջակցություն այն ժամանակ, երբ 44 օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը օգտագործում էր օրենքով արգելված զինատեսակներ, ֆոսֆորային ռումբեր, երբ ռմբահարում էր դպրոցները, հիվանդանոցները, մանկապարտեզները, երբ ադրբեջանական կողմից վարձու տերորիստներ, մարդասպաններ ու իսլամիստներ էին կռվում եւ դրա մասին բազմակիցի հրապարակումներ կար, սակայն այդ նույն եվրոպական քաղաքական համայնքը մատը մատին չխփեց, ոչ մի հայտարարություն չարեց դրա հետ կապված, որովհետև ինքը օժանդակում էր այն խնդիրների այնպիսի լուծմանը, ինչպիսին հաճո էին Ադրբեջանին եւ Թուրքիային։ Դրանից հետո, երբ վերջերս ընդհանրապես մոտ 1 տարի առաջ տեղի ունեցավ այդ խայտարակ ռմբահարումը խաղաղ ցուցարարներին, ազգային ժողովի մոտ, երբ ցուցարարները իրենց արդար վրթովմունքն էին արտահայտում, այսօրվա այս իշխանությունները 30 ռումբ պայթացրեցին այդ ցուցարարների գլխին եւ այդ ժամանակ էլի եվրոպական քաղաքական հանրությունը լուր էր։ Ինչով էր դա պայմանավորված։ Պայմանավորված էր մի պարզ բանով, որտեղ այստեղի եկած վայ իշխանությունները իրականացնում էին իրենց քաղաքական հովանավորների կողմից հովանավորված քաղաքականությունը, այն է ըստ էության Հայաստանում իրականացնել խնդիրների այնպիսի լուծում, որ իր ավանդական կապերը իր ռազմավարական գործընկերոջի հետ թուլանա եւ ընդհանրապես Ղարաբաղի հարցը որպես կոնֆլիկտային հարց լուծվի ի օգուտ Ադրբեջանի։ Բայց միանգամից հարց է առաջանում, այսպիսին է եղել արդյոք եվրոպական քաղաքական համայնքի վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Իհարկե ոչ, բավական է հիշել, որ այս ազգակործան պատուհասի իշխանության գալուց առաջ մենք ունենք ՍԵՊԱ-ի համաձայնագիր, որը վավերացվեց Եվրոպական միության բոլոր երկրների խորհրդարանների կողմից, եւ այնտեղ սեւով սպիտակի վրա գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Հելսինկիայի եզրափակիչ ակտի 3 սկզբունքների հիման վրա, որոնցից մեկը ազգերի ինքնորոշման իրավունքն էր։ Եվ
այդ առումով հարկ է անդրադառնալ, բա ինչ եղավ, որ այդ վերաբերմունքը, որը որդեգրել էր եվրոպական համայնքը իր քաղաքական վերնախավի կողմից տարիների վեր 180 աստիճանով փոխվեց։ Պատճառը մեկն է, Հայաստանում եկավ ազգակործան մի իշխանություն, որը հետևողական քաղաքականության արդյունքում զիջեց այն բոլոր դիրքերը, որը մեր նախորդ իշխանությունների կողմից ձեռք էր բերվել բավականին տքնաջան ու կարելի է ասել իսկապես աննախադեպ խելացի արտաքին քաղաքականության արդյունքում քաղաքականություն, որի արդյունքում Ալիևը ինքն էր խոստովանում, որ փակ դռների հետևում իրեն պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը։ Եվ ահա այս արդյունքում, իշխանափոխության արդյունքում եկավ այդ նոր հարաբերությունները Հայաստանի նկատմամբ, որը որևէ լավ բան չէր տալիս։ Հենց այդ նույն Շարլ Միշելների, Մակրոնների կողմից էր իրականացվել այն ծրագիրը կամ նրանց քավորությամբ էր իրականացվել այն ծրագիրը, որի արդյունքում այսօր մենք ունենք հայաթափված Արցախ, Արցախը գտնվում է Ադրբեջանի կազմում։ Եվ այդ առումով մենք այս իշխանության պարագայում այդ եվրոպական համայնքից որևէ լավ բան ակնկալել չենք կարող։ Եվ նրանց նպատակն էլ հենց այն է, որպեսզի Հայաստանում իշխանությունը մնա այնպիսին, ինչպիսին կա այսօր, որպեսզի իրականացնեն իրենց գլոբալ ծրագրերը։ Իսկ գլոբալ ծրագիրը այսօր Միացյալ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև ընթացող պայքարում հակառուսական տրամադրությունների սերմանումն է Հարավային Կովկասում, որը թույլ կտա Հարավային Կովկասը հանել Ռուսաստանի դեմ։ Եվ այստեղ երևի արժի հիշել այն դրվագը, որը կապված էր մեր հարևան Վրաստանի հետ, երբ վրաստական իշխանության ներկայացուցիչները ասացին, որ իրենց պարտադրում էին երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ, թեկուզ այդ ճակատում Վրաստանը դիմանար ընդամենը 3 օր։ Թե ինչ կլներ դրանից հետո Վրաստանի հետ այդ 3 օրվա պատերազմական գործողությունների արդյունքում իհարկե այդ եվրոպական քաղաքական համայնքին բացարձակ չէր հետաքրքրում։ Հիմա այն ինչ իրենք չկարողացան անել Վրաստանում, իրենք փորձում են անել Հայաստանում եւ ելի նույն բանաձևով թող ինչ որ խնդիրներ ստեղծի Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ եւ ինչ կլինի, ասենք թե այն բանից հետո երբ Հայաստանի ուժը սպառվի 3 կամ մի քանի օրվա ընթացքում, դա բնականաբար այդ համայնքին չի հետաքրքրում։ Չի հետաքրքրում այն պարզ պատճառով, որտեղ այսօր Հայաստանում իշխանության է մի ուժ, որը պատրաստ է ամեն ինչ զիջել, բոլորին ամեն ինչ զիջել, միայն թե իր իշխանությունը մի քանի օրով երկարաձգի։ Եվ այս տեսակետից հետաքրքիր է նաև այն իրավիճակը, որը այս խնդրի հետ կապված ստեղծվել է Հայաստան-Ադրբեջան եւ նաև ածանցյալ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Համեցեք իհարկե։ Այո, իհարկե։ Ավելի ցավանում մեկնաբանեք։ Այսօր ոչ մի երկրում ադրբեջանցիները խնդիրներ չեն ստեղծում եւ չեն ստեղծի որևէ պետության կամ որևէ այլ ժողովրդի համար։ Հետևաբար ադրբեջանցիների վերադարձը նայեք ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի Հայաստանի ժողովրդին եւ պետությանը։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողել ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Դրա համար իհարկե գլխավոր խնդիրը պետության վրա է։ Սա Ալիևը հայտարարում է։ Սրանց զուգահեռ նաեւ ասում է չկա Սևանա լիճ, կա Գյոչա լիճ։ Քարտեզների վրա ասում եմ նման Սևանա լիճ գոյություն չունի։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Այո, շնորհակալություն։ Տեսեք, եւ այս եվրոպական համայնքի հետ հանդիպման հետ կապված արտաքին գործերի նախարարը առաջարկություններ է արել Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների ղեկավարությանը, որպեսզի նրանք եւս մասնակցեն այդ եկող տարվա եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը Երևանում, որովհետեւ չափազանց կարեւոր էր, որպեսզի այդ եվրոպական երկրները տեսնեն, որ այն երկիրը, որտեղ իրանք հյուրընկալվում են, ներդաշնակ է իր հարևանների հետ, ունի նորմալ խնդիրներ, որտեղ այդ երկրները չափազանց տասնապատիկ կամ ավելի կարևոր են եվրոպական միության համար, քան Հայաստանը եւ Թուրքիան եւ Ադրբեջանը այսօրվա իրենց կապերով եվրոպական երկրների հետ շատ ավելի կարևոր են եւ եթե նրանք տեսնեն, որ իսկապես Հայաստանը ունի նորմալ հարաբերություններ ի հակառակ նրա, որ ինքը իր բոլոր ամբիոններից ասում է, որ խաղաղություն է Ադրբեջանի հետ, մենք անցել ենք խաղաղության դրացաշրջանը եւ որևէ խնդրեմ չկա,
ադրբեջանցիները շատ լավ հասկանալով, որ իրենք գտնում են թելադրողի կարգավիճակում, ասեցին, որ ոչ, քանի դեռ չկա ստորագրված խաղաղության համաձայնագիր, վաղաժամ է, որպեսզի իրենք իրենց բարձրագույն ղեկավարությամբ մասնակցեն այդ վեհաժողովին Հայաստանում։ Թուրքիան ինչպես միշտ ասում են, որ հայ-թուրքական հարաբերությունները ածանցյալ են հայ-ադրբեջանական հարաբերություններից եւ նման արձագանք ստացվեց նաեւ պաշտոնական Թուրքիայի կողմից։ Հետևաբար, քանի դեռ այս հարաբերությունները առկա են Հայաստանի եւ Ադրբեջանի եւ Հայաստանի ու դրանից բխող Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, նրանք գտնում են, որ պետք է ճնշումը ուժեղացվի Հայաստանի վրա եւ միայն այդ պարագայում հնարավոր կլինի հասնել նրան, որ ստորագրվի խաղաղության համաձայնագիր այն տարբերակով, որը իրենց ձեռնտու է։ Իսկ ինչպիսին է այդ տարբերակը։ Ակնհայտ է, որ դրա համար իրենց պահանջը առաջին կայանում է նրանում, որ պետք է փոխվի սահմանադրությունը, սահմանության նախաբանում կան երկու դրույթ, որը իրենց համար անընդունելի է, եւ քանի դեռ այդ դրույթները չեն փոխվել, իրենք պատրաստ չեն համաձայնագիրը ստորագրել։ Դրանք ըստ էության առաջինը դեկտեմբերի 1-ի որոշումն է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև, որով արձանագրվում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը, դա նախաբանում է մեր բանի անկախության հռչակագրի մեջ է մտնում եւ մեր սահմանության նախաբանում է։ Միաժամանակ նաեւ նախաբանում կա դրույթ ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ եւ սա բնականաբար ընդունելի չի Թուրքիայի համար։ Եվ նրանց պահանջը այն է, որ սահմանության նախաբանը կամ մեր անկախության հռչակագիրը փոխվի եւ այդ պարագայում նրանք պատրաստ են նաեւ խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Սակայն ես կարծում եմ, որ եթե նոր սահմանություն սրանք գնան նոր սահմանության ձևավորելուն եւ ընդունելուն, իրենք այդ նոր սահմանությունից Ադրբեջանի պահանջով կհանեն նաեւ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու առանձնահատուկ դերը մեր պետության կայացման եւ գործունեության համար, որովհետեւ այն աննախադեպ վայրենի պահվածք, որ այսօրվա իշխանությունները իրականացնում են մեր առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ, դա ուղղակի բխում է Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջներից, որովհետեւ մեր պետականության հիմնական հենասյուներից մեկը հենց մեր Սուրբ եկեղեցին է։ Եթե կարելի է պարոն անդրադառնանք Մայրաթորի եւ մեր Սուրբ եկեղեցու դեմ արշավներին, այսօր օրինակ ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանն արձագանքելով Ալիևի այդ հայտարարությանը ասում է Ալիևի տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը ասում է մենք պետք է մեքենաներով վերադառնանք։ Խոսքը տանկերի մասին չէ։ Համարում եմ, որ դա չի բխում այն տրամաբանությունից, որը որ գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ դա նախատեսված է իր ներքին լսարանի համար։ Մի հատ անհամեստ հարց է, այսքան ժամանակ Ալիևը ինչ ասել ու չի արել։ Ես ձեզ կլրացնեմ, Ալիևը ասել է, իսկ արել են սրանք։ Այսինքն այստեղ ղեկավարի եւ ստորադասի հարաբերություններն են եւ Ալիևը հենց դա էլ ասում է, երբ որ ասում է ձեր սահմանությունը պետք է փոխեք, ձեր սահմանության նախաբանը պետք է փոխեք, հենց դա է, որ սրանք անում են անխոս հետևելով Ալիևի ցուցմունքներին եւ իր վերաբերմունքը ցույց է տալիս այն, որ վաղուց հայտնի է, եթե մի հարցում Ալիևի Թուրքիային դու զիջում ես, նրանք երկրորդ են պահանջում եւ այն ինչի մասին դուք հենց հիմա ասեցիք, դրա մասին է խոսում։ Տեղանունների փոփոխությունը ըստ էության երկրի ներքին գործն է եւ եթե արտաքին կամ լավ հարևան երկիրն է պարտադրում, որ դուք ձեր տեղանունները փոխեք, դա նշանակում է, որ դուք գտնում եք վասալային կարգավիճակում։ Եթե ինքը խոսում է 300,000 ադրբեջանցի փախստականների Հայաստան տեղափոխվելու մասին, սա եւս խոսում է այն մասին, որ անկախ Հայաստան լինել չի կարող այդ պարագայում, որովհետեւ ինչ գոնե Սյունիքի մարզը իրենք վաղուց ասում են, որ դա իրենց թուրքական աշխարհի մեջ խրված սեպ է եւ դա պետք է դառնա թուրքական։ Եվ այդ տեսակետից իսկապես հայ-ադրբեջանական հարաբերությունները առաջիկայում եւ հայ-թուրքական հարաբերությունները, եթե այս իշխանությունը մնա, գնալու է հետագա զիջումների։ Տեսեք, հենց նախապատրաստվելով այդ վեհաժողովին, իրենք սկսեցին
վերանորոգել, այսպես ասած, վերանորոգել մեր եղեռնի հուշարձանը։ Եվ ակնհայտ է, որ մինչև գարուն ունենք չեն վերջացնելու այդ վերանորոգումը, պատճառը մեկն է, որպեսզի այդ հուշակոթողի արկայության պարագայում խնդիրներ չստեղծեն Թուրքիան եւ Ադրբեջանը, որովհետեւ ավանդույթի համաձայն բոլոր պետական պաշտոնական պատվիրակությունները այցելում են հուշարձան եւ որպեսզի դա տեղի չունենա, իրենք սկսեցին այս անամոթ վերանորոգումը, որը էլի ստորացնում է մեր պետությանը բոլոր երևույթները պարզ դիտարկող եւ խորությամբ հասկացող քաղաքական ուժեր, իսկ այդպիսիք Եվրոպայում շատ ու շատ են եւ նրանք հասկանում են, որ այս քայլը ուղղակի եւս մի ստորացման նոր դրսևորում է Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ։ Եվ ակնհայտ է, որ ճնշումները խորանալու են այդ ադրբեջանցիների վերադարձից կամ ասենք թե տեղանունների փոխանցելով Ադրբեջանին խնդիրը չի լուծվելու ու չի վերջանալու։ Դրանք ընդհանրապես նախապայմաններ են, իսկ դրանից հետո եթե դրանք տեղ ունենան, եթե այս իշխանությունները մնան այստեղ նույնիսկ ընտրություններից հետո շատ կարճ ժամանակում Հայաստանում հայ չի մնա։ Պատկերավոր ասած բոլորը կթողենք կգնան, որտեղ սա կդառնա իսկապես Էրմանիստան։ Այն ինչը որ այս ազգակործանի ծրագիրն է եղել հենց 18 թվականից Ադրբեջանի կազմ տալ Ղարաբաղին եւ Հայաստանը դարձնել Թուրքիայի մարզ Էրմանիստան։ Եվ ըստ էության այս Ալիևի հայտարարությունները շարունակություն են իր պատգամավորի վերջին հայտարարությանը, ադրբեջանցի պատգամավոր Ջահիդ Օրուջը հայտարարել էր օրերս, եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Ալիևը Կովկասը վերադարձրել է Պետրոս առաջինից, դա կլինի ամենամեծ վերադարձը։ Եվ ըստ էության հայտարարել, որ հայերը սպասում են Բաքվի որոշմանը ներկայացնելու ճակերտներում իրական Հայաստանը, այլ ոչ թե մեծ Կովկասյան կամ ծովից ծով Հայաստանը։ Իհարկե, եւ տեսեք, երբ մենք խոսում ենք Սա պարոն Բույն, այսօր ներողություն եմ խնդրում ձեզ ընդհատելու համար, ռեպլիկի կարգով, սա ամենօրյա ռեժիմով Ադրբեջանի Ալիև կլինի, պատգամավոր կլինի, ով ուզում է լինի, պատասխանն է Փաշինյանի ամենօր կերակրող այդ խաղաղությանը։ Տեսեք, ինչ վերաբերում է խաղաղության, ապա խաղաղությունը խոսքով չի լինում, իսկ Ադրբեջանի համար խաղաղությունը դա համաձայնագիր է, որտեղ պետք է իր համար ընդունելի բոլոր նախապայմանները, մենք խոսեցինք սահմանության մասին, խոսեցինք եկեղեցու մասին, խոսեցինք ցեղասպանության մասին, համոզված են, որ դրանց մեջ կլինի նաև պայմանագրում դրույթներ, որ անարգել հնարավորություն ունեն վերադառնալ ադրբեջանցիները իրենց այսպես կոչված արևմտյան Ադրբեջան էլի բազմաթիվ բաներ, եթե դու զիջում ես, դիմացինը երբեք չի կանգնելու, բայց այստեղ հարց է առաջանում, իսկ ինչու է իսկապես այդքան անհրաժեշտ այսօրվա իշխանավորներին այդ խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի հետ։ Մի բանով տեսեք, մի բանով, որովհետև միայն այդ պարագայում, որ ինքը հնարավորություն կունենա մոլորեցնել մեր հասարակությանը եւ ընտրություններում քիչ թե շատ մեծ քանակի ձայներ հավաքել, որովհետև իրենց խոստումը, հիմնական խոստումը դա խաղաղության խոստումն է, որը Ադրբեջանը ցույց է տալիս, որ գոյություն չունի, որտեղ չունի ըստ իրենց այդ համաձայնագիրը, որը իր մեջ պետք է ներառի այն բոլոր ստորությունները, որոնց մասին մենք խոսեցինք։ Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ առանց այդպիսի համաձայնագրի շատ դժվար կլինի այսօրվա իշխանությունների համար մոլորեցնել մեր հասարակությանը, որովհետև եթե մենք տեսնենք, թե ինչպիսի անփառունակ իրավիճակում հայտնվեց այսօրվա իշխանությունները Օհանավանքում երկու կիրակ իրար հետևից փորձելով հավաքել իրենց համակիրներին 10,000 մարդկանց հավաքելու մասներ խոսքը գնում, նույնիսկ 700-800 մարդ չկարողացան հավաքել։ Հետևաբար ակնհայտ է, որ իրենց հեղինակությունը այս իրենց կողմից իրականացված 7-8 տարվա չարագործությունների արդյունքում բերել է իրենց հեղինակությունը նվազագույն մակարդակի եւ առանց եվրոպական ու նաեւ թուրքական եւ ադրբեջանական օժանդակության իրենք չեն պատկերացնում, թե ինչպես պետք է իրենք հաղթեն։ Այս իրավիճակում իրենք ընկել են իսկապես երկու քարի արանքը։ Մի կողմից ճնշումներ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից
որպեսզի իրենք կարողանան հասնել իրենց առավելագույն նպատակներին, ստորացնելով ոչ միայն իշխանությանը, այլև հենց ժողովրդին, մյուս կողմից ժողովրդի ընդվզումը այս ազգակործան իշխանությունների նկատմամբ, որովհետև նրանք այլևս չեն կարող համակերպվել այն ստորացումների հետ, որը այս իշխանությունը տանում է մեր պետությանը եւ ժողովրդը։ Հետևաբար իսկապես ճիշտ է բնութագրել այս իրավիճակը, որ այսօրվա իշխանությունը հենց Նիկոլ Փաշինյանը գտնում է երկու քարերի արանքում եւ այս պարագայում լուծումը մեկն է։ Նա պետք է հեռանա, եթե չհեռանա, ապա ժողովուրդը նրան կհեռացնի այս կամ այն ճանապարհով։ Պարոն Մինասյան, տեսեք, եկեղեցու հետ կապված, հա, բոլորիս համար սա բարձ է, որ ոչ թե անձերի դեմ է այս ամեն ինչը, սա մեր մայրաթորի, հայ եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու դեմ է։ Մեր պետականության կարևորագույն հիմնասյունի դեմ։ Կարևոր ըստեյության հիմնասյուններից մեկի դեմ է։ Եվ երբ իրենք այդ խղճուկ փորձում են այդ կենցաղային բանը առաջ բերել, որ զավակները, չգիտեմ այս թեմաները, դե գիտեք իրանց բառապաշարով ուղղակի ամոթ է կրկները, մենք պատմությունը գիտենք, լուսավոր չի տարբերակ, Գրիգոր լուսավորը չէ, որ երկու զավակ է, բայց միևնույնն է, մենք այսօր ունենք իր նման, ասում են, մեր պատմության մեջ ով է եղել լուսավորիչը, խնդրեմ։ Տեսեք, իր այն ծխացածկույթը, որ ինքը բաց է թողում, որպեսզի իրականացնի այդ իր սև գործերը, այլևս դրանով չի կարողանում ինքը ժողովրդին խաբի։ Հիշեք, թե ինչպիսի հրապարակներ էր ինքը հավաքում 18 թվականին, մի կոչով, իսկ հիմա ամբողջ իր մեքենան, պետական մեքենան լցված է, որպեսզի ժողովրդին տանի այն եկեղեցին, որտեղ պետք է այդ պատարակը տեղի ունենա, դեպ ժողովուրդը կարծում եմ ընդբորնումով մոտեցավ, որ մեր Սուրբ եկեղեցին ասեց, որ այլևս այդտեղ պատարակ անելու հնարավոր չի, որովհետև եկեղեցին պղծված է եւ ինքը հնարավորություն կունենա պատարակ անելու, երբ ինքը վերահսկվի։ Եվ իհարկե ժողովուրդը ճիշտ կողմնորոշվեց ու չմիացավ այդ ազգակործան պատոհասի կոչին, չգնաց օհանավանք։ Եվ ես կարծում եմ, որ դա հենց այն ճիշտ պատասխանն է այն քայլերին, որ արդեն սթափացած ժողովուրդը պետք է անի, եւ այդ սթափացած ժողովուրդը կարծում եմ նաեւ այն հիմնական գրավականն է, որ մեզ թույլ է տալիս պնդելու, որ առաջիկայում այս կամ այն ճանապարհով, կլինի դա իմպիչմենտի ճանապարհով, մեկ ուրիշ ճանապարհով, այս իշխանությունները պետք է հեռանան։ Ժողովուրդը այլևս նրանց չի կարող հանդուրժել, ժողովուրդը այլևս նրանց չի վստահում, եւ դա արձանագրվում է ոչ միայն բազմաթիվ հետազոտություններում, որ իրականացված են, այլ դրա մասին քաջատեղյակ է նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան, որտեղ հակառակ պարագայում իրանք կհավատային, որ մեկ է, եթե ասենք թե նույնիսկ սրանք ընտրությունների միջոցով հաղթեն, հետո իրանք կիրականացնեն հանրաքվեով սահմանության փոփոխություն։ Իրանք չեն հավատում դրան։ Եթե հավատան, այդպես էլ կանեին։ Չեն հավատում, որտեղ գիտեն, որ ժողովուրդը այլևս նրանց չի վստահում, եւ իրենց թուղթ է պետք, որպեսզի կարողանան իրենց խնդիրները լուծել, իրենց խաղաղության պայմանագիրը ստորագրել։ Չկա այդ թուղթը, ուրեմն նաեւ հավատ չկա, նույնիսկ այն տիրոջ կողմից այս իշխանության նկատմամբ, որին սրանք ծառայում են վերջի 7 տարիների ընթացքում։ Եվ պարոն Մինասյան, քանի որ խոսեցիք հովանավանքից, սա նաեւ ցուցիչն է, ես մի տեսանյութ կդնեմ, մեր գործընկեր Անին Գևորգյան, որ աշխատում էր հենց այնտեղից, խայտարակությունը, թե ովքեր էին այդ մի քանի 10 հոգիները, որ ասում են, որ գնացել էին, ինչ տեսակներ էին, քիչ անց չնայած նաեւ Անին այստեղից կներկայացնի ինչ սպառնալիքներ էին հնչեցնում։ Հա, եկել եմ խոսամ, որպեսզի դու, որպես երկրագնդի ամենանամուսով լրագրող, խեղաթուրես, սարքես համասեռամոր, բայց մի օր ազատորեն վերցնելու։ Այդպիսի բան չեմ ասել, ինքներդ ասաց։ Ազատորեն վերցնելու, ասու դրան մոտ չեմ ուզում լրիվ արտահայտվեմ, կասկածները գրիվ ցլեն, լրիվ կասկածները, ու մի հատ զնքեմ էլ էսի։ Ձեր կասկածները Անգամ տհաճ է իհարկե սա լսելը, սա հիշում եք նաև այն անձնավորությունն է, որը լայվով մտել էր եւ ասում էր արցախցիները մեր մանուկ պիտի փրթվեն։ Ինքն է, հա։ Ինքն է, այո։ Ովքեր էին էլի ինչ տեսակներ են այնտեղ։ Գիտեք, կանայք կային, որոնք չակերտավոր պատարակի էին եկել եւ ամենավերջին հայոյանքներն էին հնչեցնում։ Գիտեք, տեսեք, երբ մենք ասում ենք, որ ժողովրդի մոտ ստապեցումը մեծ թափ է հավաքել, հիշեք այն հոտ զանգվածները, որ սա կարողանում էր մոլորեցնելու բերել հրապարակ 18 թվականին եւ հիմա
այն բոլոր մարդիկ, ովքեր տարբեր փորձություններից հետո կարողացել են ձերբազատվել այդ կապանքներից, այսօր այլևս նրան չեն հետևում։ Բայց այդուհանդերձ կան, ասենք թե մի քանի փոքր խմբակի մարդիկ, որոնք հետևում են։ Ես չեմ խոսում իհարկե ոստիկանության մասին, որտեղ նրանք հրաման են կատարում եւ կամ պետք է այդ հրամանը չկատարեն, դուրս գան համակարգից կամ պետք է կատարեն։ Ես չեմ խոսում նաեւ մեր անվտանգության ծառայության մասին, որոնք նույնպես այդպիսի կարգավիճակում են։ Եվ ըստ էության մնացել է Գերակրատաշտակի մոտ հավաքված մի քանի մարդկանցից, կլինեն դրանք падգամավորներ, նախարարներ, մարզպետներ եւ մի քանի անուղելի, անհույս կորած մարդկանցից, ինչպիսին դրանցից մեկին դուք հիմա ցույց տվեցիք։ Սա է այս իշխանության միակ հենարանը, ուժայիններն են, Գերակրատաշտակի շուրջ խռնված մարդիկ եւ այսպիսի անհուսալի երևույթներ, մարդ էլ չեմ ուզում ասեմ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։